Երևանը Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետին սպասելիս ինչ հարցեր են ֆոն դեր Լայենի այցի օրակարգում եւ ինչու է Մոսկվան ակտիվացրել Թրիփին Ռուսաստանի մասնակցության թեման։ Համակարգված է արդյոք պետության օգնությունը ռուսական սահմանափակումների պատճառով տուժած արտահանողներին։ Պապոյանի կարծիքով կատաստրոֆիկ վիճակ չկա։ Բաքուն մեղավորության սլաքները Երևանին է ուղղում անհետ կորածներին գտնելու հարցում իբր իրենք պատրաստ են գործակցության։ Ինչու են հազարավոր ստորագրություններ բացակայում ընտրացուցակներում։ Սահմանադրական դատարանը հասել է գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությանը։ Հիվանդները հսկայական հերթերից են բողոքում, բժիշկները, որ գործը շատացել է, աշխատավարձը պակասել։ Նախարարն էլ ներկայացնում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ձեռքբերումները։ ԵԱՏՄ-ի հետ ապահարզանի են գնում, թե փորձում են դեղերի օրենսդրությունը առավել համապատասխանեցնել տնտեսական միության պահանջներին, մասնագետների տարակուսանքը։ Գաջետները մի կողմ թողնել, ձեռքն առնել գիրքը, զբաղվել ինքնակրթությամբ եւ կամավորական աշխատանքներով, առաջարկ դեռահասներին, ինչ անել ամռանը։ Որն է հեռախոսների իմեյի կոդերի գրանցման նպատակը։ Մաքսանենք հեռախոսների մուտքը Հայաստան արգելելու, թե մարդկանց հսկելու համար է նախագիծը, նախարարի պարզաբանումը։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլոմյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Եվրոպական միությունը պատրաստակամ է շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ ի նպաստ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, կայունության եւ զարգացման։ Եվրամիության երկրների դեսպաններն են ասել Փաշինյանի հետ հանդիպմանը։ Վարչապետն էլ ընդգծել է ժողովրդավարական գործընթացների եւ բարեփոխումների օրակարգի առաջմղման գործում Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության, քաղաքական երկխոսության շարունակականության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության ընդլայնման կարեւորությունը։ Դեսպանների հետ հանդիպումը կայացել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի նախաշեմին, հայտնի է, որ հուլիսի 2-ին դիվանագետը Երևան է ժամանելու։ Օրեր առաջ Փաշինյանն ասել էր, որ հանդիպման կարևոր հարցերից մեկը լինելու է գյուղատնտեսական արտադրանքի մուտքի դյուրացումը Եվրամիության շուկա։ Բրյուսելը ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն էր խոստացել Երևանին Ռուսաստանի տնտեսական սահմանափակումներին դիմակայելու համար։ Իդեպ Մոսկվան Եվրոպացի դիվանագետի այցին նախընթաց կրկին բարձրաձայնել է Թրիփին Ռուսաստանի մասնակցության անհրաժեշտության հարցը։ Ժամի անդրադարձը։ Մոսկվայի ճնշումների ֆոնին Եվրոպան գալիս է Երևան։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները կլինեն Ադրբեջանում եւ Հայաստանում։ Քաղաքագետներն արդեն կես կատակ, կես լուրջ ասում են, Եվրոպան գալիս է Հայաստանի թիկունքին կանգնելու։ Գալիս են հորդորելու իշխանություններին, որ ավելի համարձակ լինեն, ավելի վճռական լինեն, շարունակեն հակառուսական եւ պրո-արևմտյան քաղաքականությունը։ Հայաստանի ճակատագիրը նրանց բնականաբար առանձնապես չի հետաքրքրում։ Նրանց հետաքրքրում է արճակատումը Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանին թույլատնել։ Խորհրդանական ընտրություններից հետո Եվրամիության ղեկավարությունը գրեթե անմիջապես շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ոչ միայն շնորհավորեց, այլև հայտարարեց, որ Հայաստանը կարող է հույս դնել Եվրամիության աջակցության վրա։ Ի տարբերություն Բրյուսելի, Կրեմլը հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինի հնարավոր շնորհավորանքը կքննարկվի միայն ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփումից հետո եւ չշտապեց շնորհավորական ուղեր ցղել։ Որոշ վերլուծաբաններ սա գնահատում են որպես քաղաքական ազդանշան, թեև Մոսկվան պաշտոնապես այն բացատրեց ընթացակարգային պատճառաբանությամբ, սպասելով ընտրությունների վերջնական արդյունքների հաստատմանը։ Ռուսաստանը բնականաբար կարծում եմ կշարունակի ճնշումները, որովհետև Հայաստանի առայժմ այդ քայլեր չկան, այդ հարաբերությունների լարվածությունը մեղմելու ուղղությամբ։ Այն ինչ որ անհնար էր անել ընտրություններով, որոշակի տեխնիկական պայմաններից ելնելով, փորձել են ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն։ Եվրոպական աղբյուրները նշում են, որ Երևանում նախատեսվում է քննարկել նաև Եվրամիության ֆինանսական աջակցության նոր ծրագրերի իրականացումը։ Խոսքը մասնավորապես արդեն հայտարարված 34 միլիոն եվրոյի շտապ աջակցության փաթեթի գործնական քայլերի մասին է, որը նպատակ ունի մեղմելու ռուսական առևտրային սահմանափակումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Այդ ցուցաբերած 30 քանի միլիոնը, բարձ ասենք, ընդամենը գրոշներ են, որովհետև որևէ կերպ չեն մեղմելու այն տնտեսական վնասները, որ կրում է Հայաստանը Ռուսաստանի փաստացի պատժամիջոցների արդյունքում։ Իսկ Ադրբեջանի հետ պայմանագրերը միլիարդավոր դոլարների մասին են, որովհետև Եվրամիությունը հույս ունի նաև
Ադրբեջանի միջոցով մեղմել իր էներգետիկ ճգնաժամ, որ արդեն այնտեղ արկա է։ Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Իլհամ Ալիևը կքննարկեն նաեւ Միջին-Միջանցք կոչվող տրանսպորտային եւ լոգիստիկ երթուղու զարգացումը, որը Եվրոպան կենտրոնական Ասիայի հետ կապում է Հարավային Կովկասով։ Երևանում օրակարգում կլինեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, տարածաշրջանային կայունությունը, ինչպես նաեւ տնտեսական եւ ենթակառուցվածքային համագործակցության հարցերը։ Իհարկե Եվրամիությունը կցանկանար այդտեղ որպես միջին-միջանցքի մաս իր կարևոր ներկայությունը ունենալ, բայց Հայաստանի իշխանությունների հետ չի, որ պիտի նրանք այդ հարցը քննարկեն, որովհետև այդ ծրագրի իրականացման գործում Հայաստանի դերը փոքր է։ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը թրիփը դիտարկում են որպես նոր կապուղի, որը կարող է նվազեցնել Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը տարածաշրջանային հաղորդակցությունների վրա։ Մոսկվան իր հերթին փորձում է պահպանել իր դերակատարությունը, պնդելով, որ առանց Ռուսաստանի մասնակցության նախագիծը դժվար կլինի լիարժեք իրականացնել։ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է նախագծին մասնակցելու ցանկության մասին, իսկ քաղաքագետների գնահատմամբ այդ նպատակով կիրառում է նաև քաղաքական եւ տնտեսական ճնշման գործիքներ։ Թե որքանով այդ ճնշումը կազդի Հայաստանի որոշումների վրա եւ արդյոք Ռուսաստանը վերջնականապես կներգրավի թրիփ նախագծում, հարցը մնում է առկախ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ռուսաստանի սահմանափակումների հետ կապված տնտեսական խնդիրները մեծ հաշվով լուծված են, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ չեպազրույցում։ Ըստ նախարարի որևէ կատաստրոֆիկ վիճակ չկա։ Կառավարության հաջորդ նիստում նախատեսվում է բարձրացնել ծաղկավաճառների փոխհատուցման հարցը։ Ոլորտի մասնագետները սակայն փաստում են, որ կառավարությունը տնտեսվարողներին օգնելու, արտադրածը արտահանելու հարցում համակարգված մոտեցում չի ցուցաբերում։ Ռուսաստանի կողմից թարմ մթերքի ներմուծման արգելքը ցույց տվեց, որ գյուղատնտեսությունը Հայաստանում դիվերսիֆիկացված չէ եւ մեծ կախվածություն ունի ռուսական շուկայից։ Հիմա գները օրինակ նույն լոլիկի մի քանի անգամ ավելի էժան են շուկայում, կամ երկու անգամ օրինակ ավելի էժան են շուկայում, քան անցած տարի ա եղել։ Բնականաբար դա արտադրողների համար խնդիրներ առաջացնում է, սպառողների համար ուրախալի բան է։ Դրա համար մենք օգնում ենք մեր արտադրողներին։ Կոնկրետ եթե ծիրանի կերասի տեսանկյունից վերցնենք, ոչ կերասն է երկար մնում սառնանում, ոչ ծիրանը, երկուսն են ժամանակի սահմանափակում ունեն եւ ապրանքային տեսքը գծում են։ Այդ ճարպիկների թելադրած գնային քաղաքականությունը սովորական մարդկանց ձեռք չի տալիս, դարձյալ պետությունը իր գործը պետք է անի։ Բաքուն նորից Հայաստանին է մեղադրում անհետքորածներին գտնելու հարցում Ադրբեջանի հետ չփոխգործակցելու եւ անհրաժեշտ հետեւողականություն չդրսեւորելու համար։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը դժգոհել է, որ խնդիրը բարդանում է ականապատ տարածքների եւ գերեզմանների վայրերի մասին հստակ տեղեկատվության բացակայության պատճառով, որը իբր հայկական կողմի մեղքն է։ Հասանովը շեշտել է, որ հայ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նշել են, որ ունեն տեղեկատվություն անհետքորած ադրբեջանցի զինծառայողների թաղման վայրերի մասին, բայց դրանք մինչև օրս չեն փոխանցվել իրենց։ Փորձագետների կարծիքով պաշտոնական Բաքվի կողմից 90-ականներին անհետքորած ադրբեջանցիների թեման անընդմեջ շահարկելու իրական նպատակը հայերի պատասխան պահանջներից խուսանավելն է։ Հիմա Ադրբեջանը ունի խնդիր ցույց տալու, որ եթե այնուամենայնիվ ինքը կատարել է միջազգային մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, ապա դա եղել է երկկողմանի եւ հայկական կողմից եւս նմանատիպ գործողություններ են եղել։ Հիմա փորձում են ցույց տալ, որ հայերը այնքան հումանիտար են, որ ցույց չեն տալիս այն մարդկանց թաղման վայրերը, որոնք անհետ կորած են համարվում։ Այսինքն այս պարագայում Ադրբեջանը լուծում է քաղաքական խնդիրներ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Ինչու են հազարավոր ստորագրություններ բացակայում ընտրացուցակներում, Սահմանադրական դատարանը հասել է գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությանը։ Հիվանդները հսկայական հերթերից են բողոքում, բժիշկները, որ գործը շատացել է, աշխատավարձը պակասել։ Նախարարն էլ ներկայացնում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ձեռքբերումները։ ԵԱՏՄ-ի հետ ապահարզանի են գնում, թե փորձում են դեղերի օրենսդրությունը առավել համապատասխանեցնել տնտեսական միության պահանջներին, մասնագետների տարակուսանքը։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։
Սահմանադրական դատարանը շարունակել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը, նիստն այսօր նախ դրմփակ է ընթացել, դատավորները ուսումնասիրել են գաղտնի ցուցակները։ Իսկ ինչպես են հազարավոր ստորագրություններ չքացել ընտրացուցակներից, եթե քվեաթերթիկները կան, ուրեմն նույն քանակությամբ ստորագրություններն էլ պիտի լինեն։ Ընդդիմության բարձրացրած այս հարցերը անպատասխան են մնացել։ Օր 5-րդ Սահմանադրական դատարանում քննում են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, վերաքվեարկություն կամ ընտրության երկրորդ փուլ նշանակելու ընդդիմության հայցապահանջները։ Այսօր փակ դռների հետևում Բարձր Ատյանը գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությանն է հասել։ Մենք պարտավոր ենք մինչև հուլիսի 4-ը, մենք այս խիտ ռեժիմով աշխատանքը, լարված աշխատանքը դրանով էլ պայմանավորված է, որ մենք մինչև հուլիսի 4-ը դա վերջնաժամկետն է, պետք է որոշումը հրապարակենք։ Մինչև այդ ընթացը սահմանադրական պատերից ներս ու դուրս այդպես էլ չեն դադարում քննարկումները Մայր դատարանի դատավորներից Սեդա Սաֆարյանի անաչառության վերաբերյալ։ Հիմա ընդդիմադիրներն ուշադրությունը սևեռել են այն բառամթերքի վրա, որը դատավորն օգտագործել է իր հարցերը ձևակերպելիս, մասնավորապես հայաստանյան ընտրություններին արտաքին ուժերի ազդեցություններին վերաբերող քննարկման ընթացքում։ Սահմանադրական դատարան հասած գրեթե բոլոր ընդդիմադիրներն իրենց հիմնավորումներում հիշատակել են արևմտյան առաջնորդների բացահայտ աջակցությունն իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Ընդդիմության գնահատմամբ սա ևս այն գործոններից է, որն ազդել է ընտրողների ազատ կամ արտահայտության վրա։ Դատավոր Սաֆարյանն էլ նրանցից հետաքրքրվել է, ինչ կարծիք ունեն Ռուսաստանից հնչած հայտարարությունների վերաբերյալ, որն էլ նրա գնահատմամբ եղել է իշխանության դեմ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ այլ պաշտոնյաներ, այդ թվում արտաքին գործերի նախարարությունը, բարբերաբար Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ հակաքարոզչություն, իսկ մյուս քաղաքական ուժերի դեմ պաշտպանություն են իրականացրել։ Դատավորի այս ձևակերպումն ընդդիմության գնահատմամբ քաղաքական է։ Բարձր դատարան քաղաքական հայտարարություն է կատարվում ամբիոնից, որը որպես հաստատված փաստ։ Շահերի բախման պատճառով ընտրությունների արդյունքների վիճարկմանը չմասնակցող Սահմանադրական Ատյանի մյուս դատավորներից Արտակ Զեյնալյանը պարզաբանում է։ Այստեղ կարող են նաև քաղաքական հարցեր հնչել, որովհետև նրա ձևակերպմամբ ընտրական գործընթացն իրավական լինելուց զատ նաև քաղաքական է։ Կամ նույնիսկ հակառակը քաղաքական լինելուց զատ նաև իրավական է։ ՍԴՓ նիստում ընտրությունների մասնակիցների ընդհանուր թվի եւ ընտրատեղամասերի ցուցակներում առկա ստորագրությունների քանակի տարբերությունն են քննության առել։ Չնայած կենտրոնական ընտրականի պարզաբանումներին, ընդդիմությունը դարձյալ դրանք հաշվել է, շարունակում են պնդել, մինչև 5000 ստորագրություն չկա, ինչը որևէ բացատրություն չունի, չի էլ կարող ունենալ։ Մենք հետեւյալ տրամաբանական շղթան ենք կառուցում, իրենք ասում են կա այսքան քվեաթերթիկ, այսքան ընտրող, բայց չկա այդքան ստորագրություն։ Հետևաբար այդքան ընտրող չի գնացել, բայց այդքան քվեաթերթիկ գոյություն ունի։ Քանի դեռ պարզաբանումներ ներկայացված չեն, թե ինչպես է այդ թիվը ձևավորվում, մենք ընդունում ենք, որ այստեղ կարող է լինի լցոն։ Այսինքն համարը չի գնացել։ Կամ այնքան շատ վատ աշխատանք կհեից, որ ընտրությունների արդյունքները հնարավոր չի վերահսկել։ Թեպետ առնվազն այս կետում ընդդիմության հարցերն անպատասխան են մնում, ԿՊ-ում շարունակում են պնդել, ընդդիմադիրների դիմումները հեռանկար չունեն, այսուհանդերձ։ Ընդհանուր առմամբ հիմնական մասը, որոնք ուղղված են ընտրությունների արդյունքը անվավեր ճանաչելուն անհիմն եմ համարում, առանձին դեպքերում ինչ որ միջնորդություններ, որ հնչեցնում են, լինում է նաև, որ չեմ առարկում, եթե խնդիր չեմ տեսնում, որտեղ ընդհանուր առմամբ մենք բացարձակապես կաշկանդված չենք եւ այնպես չի, որ չենք ուզում, որ դատարանը ամբողջ եղելությունը պարզի։ Ընդդիմությունը Սահմանադրական դատարանի որոշմանն է սպասում, միայն դրանից հետո կհանրայնացնեն իրենց հետագա անելիքներն ու ծրագրերը, պետք է համախմբվեն, մյուս քայլերը համատեղ անեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Որքանով են անկախ նրանք, որոնց վճիրներից են կախված մարդկանց ճակատագրերը։ Դատավորի մուրճի մեկ հարվածով դատապարտյալի ամբողջ կյանքը կարող է ճաղերի հետևում անցնել։ Անարդար որոշման համար դատավորի նկատմամբ ընդամենը կարգապահական վարույթ կարող է հարուցվել։ Ինչպես անել, որ կարգապահական վարույթը ճնշման գործիք չդառնա, բայց դատավորն էլ անպատիժ չմնա զանցանքի դեպքում։ Ժամի անդրադարձը։ Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների կիրառումը շարունակում է մնալ դատաիրավական համակարգի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Քննարկման մասնակիցների մի մասը այն դիտարկում է որպես դատավորների հաշվետվողականությունն ապահովող կարևոր մեխանիզմ։ Մյուսները մտավախություն ունեն, որ այն կարող է վերածվել դատական իշխանության նկատմամբ ճնշման գործիքի։ Փաստաբանները մտահոգություն են հայտնում ու նշում, որ կարգապահական վարույթներ է հարուցվում նաև Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ։ Նրանց վստահեցմամբ այդ գործընթացի արդյունքում որոշ դեպքեր
դեպքերում դատավորները ենթարկվում են պատասխանատվությունների։ Արտադրության նախարարությունն է մեծամասամբ կարգապահական վարույթներ հարուցում դատավորների նկատմամբ եւ դրանք որպես կանոն հանգեցնում են շատ լուրջ կամ կարգապահական խախտումների կամ դատավորների լիազորություններ են դադարեցնում։ Եվ սա դարձել է դատավորների նկատմամբ հաշվարկներ տեսնելու գործիք։ Հայաստանի Հանրապետությունում այդ համակարգին հակակշռող բողոքարկման արդյունավետ որևէ միջոց դատավորի համար գոյություն չունի։ 2025 թվականին ըստ պաշտոնական տվյալների դատավորների ընդհանուր ժողովի էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը ստացել է շուրջ 654 դիմում բողոք գրություն, որոնցից շուրջ 211-ը հաղորդում է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։ 2025 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից հարուցվել է 21 կարգապահական վարույթ, որից 16-ով հարուցման առիթ են հանդիսացել անձի, 5-ով պաշտոնատար անձանց հաղորդումները։ Փաստաբանների համոզմամբ դատավորների անկախության ապահովման համար անհրաժեշտ են նաև արդյունավետ մեխանիզմներ։ Արտադրության նախարարը կարող է հարուցել այդ կարգապահական վարույթը, բարձրագույն դատական խորհուրդը կարող է քննել եւ զրկել դատավորին իր լիազորություններից եւ դատավորը մնա անպաշտպան բացարձակ։ Ապավինի մարդյանքների պաշտպանության եվրոպական դատարանին, որի որոշումները մենք գիտենք ինչքան ժամանակ անց կարող ենք ստանալ։ Ավելին վերջերս դատավորներից մեկի մասով որոշում ստացեց, ով արդեն ցավոք սրտի մահացել է։ Փաստաբանների խոսքով միջազգային կազմակերպությունները եւս տարբեր առիթներով անդրադարձել են կարգապահական որոշումների բողոքարկման արդյունավետ մեխանիզմների բացակայությանը։ Դրանով դատական իշխանության նկատմամբ վստահության բարձրացում ակնկալել ուղղակի հնարավոր չէ։ Ճիշտ հակառակը հիմա նույն հաջողությամբ հնարավոր է լսենք, որ X բարձր վարկանիշ ունեցող դատավորի լիազորությունը դադարեցել, փող չունեն այդ հանգամանքը։ Միայն այն դիտակից զանգվածը քննադատի այդ արարքը եւ գտնի, որ ինքը կորուստ է ունեցել։ Դատավորը պետք է զգա, որ ինքը ունի անկախություն, ունի երաշխիքներ եւ այդ երաշխիքների ներքո ինքը արդար դատաքննություն է իրականացնելու։ Դա հիմնականում լինում է այն դեպքերում, երբ փորձում են դատավորներին պատժել, իսկ քանի որ դատավորներին հնարավոր է պատժել բացառապես կարգապահական վարույթներով, եթե նրանց արարքներում չկա իհարկե քրեական հետապնդման ենթակա արարք, ապա դա ամենագործուն միջոցն է եւ հենց դրա պատճառով է, որ դիմում են կարգապահական վարույթներին։ Ու մինչ կարգապահական վարույթները դիտարկվում են որպես դատական համակարգում պատասխանատվության ապահովման միջոց, մյուս կողմից իրավաբանական համայնքից ասում են, որ անհրաժեշտ է ստեղծել երաշխիքների այնպիսի համակարգ, որոնք միաժամանակ կապահովեն նաև դատավորների անկախությունն ու արդյունավետ պաշտպանությունը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Հունվարից գործարկված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շնորհիվ 842,000-ից ավելի մարդ օգտվել է բժշկական զանազան ծառայություններից, մոտ 97.5 միլիարդ դրամ է ծախսվել։ Առողջապահության նախարարն է թվերը ներկայացրել, խոսել համակարգի ձեռքբերումներից։ Ոլորտի փորձագետներն էլ խնդիրների մասին են բարձրաձայնում, ասում, որ հիվանդները իրենց հերթերին պոլիկլինիկաներում ամիսներով են սպասում, բժիշկներն էլ դժգոհում են, գործը շատացել է, վարձատրությունը պակասել։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը մոտենում է 2 միլիոնի։ Կառավարության տվյալներով հունվարի 1-ից ռեզիդենտների թվի ավելացման, 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների ընդգրկման եւ անհատ ձեռնարկատերերի ակտիվ միանալու հաշվին առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը աճել է եւ հասել շուրջ 1,700,000-ի։ 2027 թվականի հունվարի 1-ից համակարգին կմիանան նաեւ քաղաքացիայի իրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի վարորդները եւ գրանցված բոլոր աշխատողները, անկախ աշխատավարձի չափից։ Իսկ 2028 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է ընդգրկել ամբողջ բնակչությանը, շուրջ 3 միլիոն մարդու, ինչի արդյունքում պետպատվերի ծրագիրը որպես բյուջետային մեխանիզմ հիմնականում կդադարեցվի։ 1,700,000 հոգուց ուրեմն ծառայություններից օգտվել է 842,750 անձ։ Մատուցված ծառայությունների թիվը 8,399,491 է։ Բժիշկների վարձատրության նոր մեթոդաբանությունը, որը կապվում է պացիենտների թվի հետ, լուրջ հարցեր է առաջացրել։ Կան ոլորտներ, որտեղ սպეციფիկայից ելնելով օրվա ընթացքում այցելուների թիվը քիչ է, իսկ այլ բաժիններում, ինչպես ասում են, բժիշկները քիչ սրբելու ժամանակ չունեն։ Սրանից հետևություն, որ բժիշկների մի մասը նախկինի համեմատ վճարվում են ավելի շատ, մյուսները հակառակը։ Իրականում սա առաջնային բուժօգնության համակարգի աշխատանքի մեխանիզմի փոփոխման հետևանք է։ Մենք անցել ենք արդյունքային աշխատավարձի տրամաբանությանը։ Բժիշկը, նեղ մասնագետը, եթե չի սպասարկում եւ որևէ պացիենտ
օրվա ընթացքում չի ունենում, այո, նա աշխատավարձի առումով կունենա բարդություններ։ Կամ եթե աշխատում է 3 ժամ օրինակ, այո, նրա աշխատավարձը ըստ էության չի կարող երեկույթը բավարարել։ Ամբողջ ծանրությունը վերցվել է մեղ մասնագետներից եւ դիսպանսեր հսկողության կաբինետներից վերցվել տրվել է առողջության առաջնային պահպանման բժշկին, այսինքն թերապևտին, ընտանեկան բժշկին, մեկ էլ մանկաբույժին, որի արդյունքում նրանց per capita գումարը ավելացել է եւ այս նեղ մասնագետները մնացել են միայն խորհրդատվությունից եկող գումարների հույսին աշխատավարձ ստանալուն։ Զբաղված ու չզբաղված բժիշկների խնդիրն էլ հանգեցնում է մեկ այլ իրավիճակի, որը ապահովագրական համակարգից դուրս նախկինում չկար։ Խոսքը սպասումների ու հելթերի մասին է։ Երբ պացիենտը չունի կյանքի հետ կապված հաց, այսինքն երբ առողջական խնդիրը մահացու չէ, ըստ այդմ հոսպիտալացման կարիք չկա, բայց օրգանիզմում առկա խնդիրները ազդում են նրա կյանքի որակի վրա։ Այո, մենք ունենք թերապևտներ, ովքեր որ շատ պահանջված են, եւ այո, նրանց մոտ կարող է անհատ թերապևտների մոտ ավելի երկար լինի սպասման ժամանակը, բայց միջին հերթագրման ժամկետը 2 շաբաթ է, ինչը համարվում է շատ լավ ցուցանիշ։ Երթերի հարցը քանի գնա ավելի սրանալու է, ինչու որտեղ լինելու է ֆինանսական խնդիր։ Լինելու է ֆինանսական խնդիր, քանի որ արդեն 6 ամսվա համար 8 միլիարդ եւս հավելյալ գումար ներդրվել է ապահովագրական գործունեությունը ապահովելու համար, այսինքն ստեղ էլ ակտուարական այդ հաշվարկներն տեսնում եք, այնպես չի համապատասխանել այս պահին իրականացվող ծավալին։ Մեկ մարդու սպասարկման համար ներկայում սահմանված է տարեկան 129,000 դրամ վճար։ Հենց այդքան է քաղաքացին պետության հետ համատեղ վճարում հիմնադրամին, բայց գալիք տարիներին այս վճարն ամենայն հավանականությամբ կփոխվի, նշում են մասնագետները։ Ապահովագրականը բուժ հաստատություններին ծառայությունների համար որոշ դեպքերում ինքնարժեքին մոտ գումարներ է փոխհատուցում, եւ սա երկար տևել չի կարող։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Որպեսզի դեղերի շրջանառության ոլորտում տարընթերցումներ չլինեն, պետությունն էլ դրանց որակի, անվտանգության եւ մատչելիության ապահովման վերահսկողության առավել հստակ գործիքակազմ ունենա, առողջապահության նախարարությունը օրենսդրական փոփոխությունների փաթեթով է խորհրդարան գնացել։ ԵԱՏՄ-ի հետ ապահարզանի եզրին հայտնված Երևանը փորձելու է նաեւ դեղերի օրենսդրությունը առավել համապատասխանեցնել տնտեսական միության պահանջներին, ինչը ըստ մասնագետների այս փուլում փոքր-ինչ տարօրինակ է։ Մեր ամենավատ հաստատը մեր մոտ նախարարության։ Իրանք ընդունում են, բայց չեն ճանաչում ԵԱՏՄ կանոնները, այսինքն չեն շարժվում դրանով։ Թե Հայաստանում դերերի գրանցումը, թե ԵԱՏՄ-ում նույն կարգն է, այսինքն ԵԱՏՄ կանոնակարգով է ինքը առաջնորդվում։ Բայց երբ որ ԵԱՏՄ-ում այդ ընդհանուր կանոնակարգով, ընդհանուր համակարգով դեղերը գրանցվում է միասնական ռեեստրում, այնուամենայնիվ Հայաստան ասում է ես չեմ ճանաչում դա։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Գաջետները մի կողմ թողնել, ձեռքն առնել գիրքը, զբաղվել ինքնակրթությամբ եւ կամավորական աշխատանքներով, առաջարկ դեռահասներին, ինչ անել ամռանը։ Որն է հեռախոսների email կոդերի գրանցման նպատակը։ Մաքսանենք հեռախոսների մուտքը Հայաստան արգելելու, թե մարդկանց հսկելու համար է նախագիծը, նախարարի պարզաբանումը։ Առավելապես կայուն երկինք, ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք աշխատանքը։ Դասերն ու քննությունները հետևում են, առջևում 2 լրիվ ամիս կա ամառը վայելելու համար, ինչպես այդ ժամանակը արդյունավետ անցկացնել։ Կրթության պատասխանատուները աշակերտներին առաջարկում են մի կողմ նետել գաջետները, ձեռքն առնել գիրքը, ինքնակրթությամբ, նաև կամավորական աշխատանքներով զբաղվել։ Կրթության փորձագետների կարծիքով ամառային կրթական ծրագրերի եւ խմբակների խիստ պակաս կա։ Ամառային արձակուրդները դպրոցականների համար ոչ միայն հանգստի, այլև նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման հնարավորություն կարող են դառնալ։ Արձակուրդային ժամանակահատվածը հանգստանալու, ուսումնական տարվա ծանրաբեռնվածությամբ պայմանավորվող հոգնածությունից ազատվելու, ուժերը վերականգնելու եւ ընտանիքի անդամների ու ընկերների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն է ընձեռում։ Միևնույն ժամանակ ամառը նաեւ ինքնազարգացման եւ նոր փորձառություններ ձեռք բերելու լավագույն ժամանակ է դիտարկվում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը օրինակ երեխաներին առաջարկել էր գրքեր կարդալ, այցելել պատմամշակութային վայրեր, զբաղվել կամավորությամբ։
Չնայած հիմա հետաքրքրություններն ու զբաղմունքները թվային տարածքում շատ են, բայց փորձեք սահմանափակել ձեր ժամանակը թվային տիրույթում։ Դրա փոխարեն դուրս եկեք բակ, շփվեք ընկերների հետ, զբոսնեք, բակային խաղեր խաղացեք։ Մասնագետները ուշադրություն են հրավիրում նաև ամառային խմբակների դերակատարության վրա, սակայն այստեղ նրանց գնահատմամբ արդյունքները այնքան էլ գոհացուցիչ չեն։ Ամառային ամիսներին գործող կրթական եւ զարգացնող խմբակների նկատմամբ հետաքրքրությունը այդքան էլ բարձր չէ եւ այս ուղղությամբ անհրաժեշտ են ավելի համակարգված ծրագրեր, նշում են մասնագետները։ Խմբակներում այդպես երեխաների հետաքրքրությունը շատ մեծ չի, բարձր չի։ Խնդիրը նա է, որ երեխաները 21-րդ դարի հայ երեխային դա այդքան չի հետաքրքրում։ Իսկ ամառային խմբակների հետ կապված համակարգված որևէ ծրագիր գոյություն չունի, որ պարտադրված կլինի կամ թեկուզ ծրագրեր լինեն, որ երեխաները ցանկանան, այն ծրագրերը շատ լինեն, որ երեխան որոշի, նման համակարգված ծրագրեր չկան։ Մասնագետները ընդգծում են, որ անգամ դպրոցներում գործող խմբակները միշտ չէ, որ ապահովում են բարձր մասնակցություն։ Նրանց դիտարկմամբ երեխաների ազատ ժամանակի զգալի մասը այսօր անցնում է բջջային հեռախոսների կամ այլ կերպ ասած գadgetների առջև, մինչդեռ ծնողների ներգրավվածությունը լրացուցիչ կրթության եւ ժամանցի կազմակերպման հարցում հաճախ բավարար չէ։ Պրակտիկ իրականության մեջ խնդիրը հետեւյալն է, որևէ ծնող չի հետաքրքրում իր երեխաների մեծ մասը հիմնականում իրենց ժամանցը կամ ազատ ժամանակը անցկացնում են հեռախոսի մեջ։ Իսկ ծնողներն դա չկոպիտորես չի հետաքրքրում, որ ավելի լավ է երեխան գնա որևէ խմբակի մասնակցի կամ որևէ այլ կրթական ծրագրի հավելյալ գիտելիքներ ստանա։ Փորձագետի կարծիքով կրթության հանդեպ հանրային վերաբերմունքը արժեհամակարգային խնդիր է, իսկ Հայաստանի պայմաններում կրթված լինելը միշտ չէ, որ ընկալվում է որպես առաջնահերթություն, լայնորեն խրախուսվող արժեք ու հանրային պահանջ։ Փորձագետները ընդգծում են երեխաների սպորտային, մշակութային կամ կրթական խմբակներում ներգրավվածության կարևորությունը։ Նրանց համոզմամբ նման զբաղվածությունը ոչ միայն նպաստում է գիտելիքների եւ կարողությունների զարգացմանը, այլև օգնում է երեխաներին հեռու մնալ վնասակար սովորություններից եւ միջավայրի բացասական ազդեցությունից։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Երևանի սրտում գտնվող մոսկովյան պուրակը ժամանակակից տեսք կստանա եւ կդառնա երևանցիների հանգստի ամենահարմարավետ վայրերից մեկը նորարարական լուծումներով։ Պուրակի բարեկարգման հարցում քաղաքապետարանի կողքին է ID բանկը։ Որոշել են իրենց 35-ամյակին նվեր անել մայրաքաղաքին։ ID բանկի եւ Երևանի քաղաքապետարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով սկիզբ է դրվում մոսկովյան պուրակի բարեկարգման աշխատանքներին։ Այս նախաձեռնությունը բանկի երախտիկի խոսքն է ուղղված մայրաքաղաքին։ ID բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն ասում է, բանկի համար սա պարզապես համագործակցության հուշագիր չէ, այլ բանկի 35-ամյակի առթիվ գլխավոր նվերը Երևանին։ Որոշեցինք, որ այս նոբելյանական տարեթվի հետ կապված ցանկանում ենք նվեր անել Երևան քաղաքին։ Բնապահպանական մաքուր միջավայր եւ կանաչ միջավայր ունենալու գաղափարը մեր կարելի ասել սոցիալական կորպորատիվ պատասխանատվության հիմնական ուղղություններից է եւ վերջին տարիներին մենք բազմաթիվ նման ծրագրեր ենք իրականացնել։ Երևանի սիրելի վայրերից մեկը քաղաքին կվերադառնա նոր շնչով, միաժամանակ պահպանելով իր պատմությունն ու ավանդույթները։ Նախագիծը նպատակ ունի ստեղծել ժամանակակից, հարմարավետ ու կանաչապատ միջավայր քաղաքի բնակիչների եւ հյուրերի համար։ Պուրակն իր մեջ կհամատեղի նորարարական լուծումներն ու քաղաքային մշակույթի լավագույն ավանդույթները։ Նմանատիպ համագործակցությունները քաղաքի եւ միջավայրի եւ ընդհանուր այդ էկոսիստեման փոխելու մեջ շատ լուրջ գործ ունեն։ Համագործակցությունը կամ սիներգիայի էֆեկտը կարծում եմ բերում է շատ մեծ ու լավ արդյունքի։ Բարեկարգման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու կանաչ գոտիների ընդլայնմանը, ժամանակակից լուսավորության համակարգերի ներդրմանը, ինչպես նաև հանգստի գոտիների արդիականացմանը, ինչը պուրակը կդարձնի ավելի գրավիչ ու կենսունակ։ Այգին ստանալու է իր յուրահատուկ բնավորությունը, այս բնավորության գիծը լինելու են փոքրիկ ճարտարապետական էլեմենտներ, որոնք որ կրկնվելու են ամբողջ երկայնքով։ Բարեկարգումից հետո մայրաքաղաքի այս հատվածը կակտիվանա, մարդիկ առավել հաճախ կշարունակեն իրենց ճանապարհն այստեղով, այն կդառնա երևանցիների եւ Երևանի հյուրերի սիրելի հանգույցներից մեկը։ Էդուարդ Պողոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, Աճարյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբում աշխատելիս 24-ամյա երիտասարդը անզգուշաբար վայր է ընկել եւ մահացել։ Օրվա մյուս կարևոր լուրերը մեկ տեսաշարով։
Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը Սահմանադրական դատարանի շենքի մոտ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում վստահեցրել է, որ EMAE կոդերի գրանցումը ամենևին էլ քաղաքացիներին վերահսկողության տակ պահելու միտում չունի եւ որ նախարարությունը հիմա աշխատում է անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ, որպեսզի կարողանան փարատել բջջային հեռախոսների գրանցման հետ կապված մտահոգությունները։ Գալյանը նորից շեշտել է, որ դա արվում է բացառապես ապօրինի կամ մաքսանենգ ճանապարհով հեռախոսների մուտքը Հայաստան արգելելու համար։ Կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման գործընթացը աստիճանաբար թափ է հավաքում։ Հայաստանի քաղաքացիները առաջիկայում կունենան նոր կենսաչափական նույնականացման քարտեր, նորագույն անվտանգային պաշտպանիչներով եւ հատուկ մշակված դիզայնով։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի ներդրման գործընթացը ավարտական փուլում է եւ որ դրանք հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։ Նոր համակարգի ներդրման նպատակը անձը հաստատող փաստաթղթերի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանության ապահովումն է, մասնավորապես քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջներին։ Ավագ դպրոցների ընդունելությունն առաջիկայում իրականացվելու է 2 փուլով հարցանց հայտագրմամբ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնելով այն մասին, նաև տեսաուղեցույց են հրապարակել։ Առաջին քայլով պետք է մուտք գործել My IMES AM հարթակ եւ բացել օգտատիրոջ էջը։ Եթե արդեն անցել եք նույնականացում եւ My IMES հարթակում ունեք ձեր էջը, ապա պետք է սպասել հայտագրման մեկնարկին եւ ընտրել դպրոցը։ Հայտագրման մեկնարկը հուլիսի վերջին է։ Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը։ Զբոսաշրջության կոմիտեի պարզաբանել են, որ կառավարության որոշումը վերաբերում է Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի եւ Օմանի քաղաքացիներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Շենգենյան գոտու երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի եւ Օմանի կաթության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, որոնք կարող են առանց մուտքի վիզայի սահմանված կարգով այցելել Հայաստան։ Հաստատված նոր ցանկից դուրս են մնացել Եմենն ու Սուդանը։ Ջրահեռացման եւ ռոռոկման համակարգեր են կառուցվում եւ վերակառուցվում մայրաքաղաքի 35 հասցեներում։ Փողոցներից երկուսում հիմնովին վերակառուցվում են հեղեղատարները։ Երևանի Հաղթանակ թաղամասի առաջին փողոցի երկրորդ նրբանցքում էլ կառուցվում է միջև այդ գոյություն չունեցած կոյուղատար համակարգ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի կայուն պայմաններում առանց տեղումների։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա ևս 4 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 20-ից 26 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 28-ից 33, Լոռիում 23-ից 28, Տավուշում, Արարատում, Արմավիրում առավելագույնը 33 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում կդիտվի 26-ից 30, Սյունիքի նախալեռներում 20-ից 23 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց տեղումների։ Այս գիշեր սպասվում է 16-ից 18, ցերեկը 30-ից 32, երեկոյան 24-ից 26 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։